Արևիկ, հելի գնացինք ուշը։ Ուր են գնում։ Ոնց ուր են գնում, գյուղ նկարելու։ Մոռացել էի, բայց գյուղը չեմ որոշել։ Այ մարդ ինչ որոշում, քեջ ամպինքը որոշենք, հելի ուշ այդպես գյուղ նկարելու օրա, գնացինք։ Ճիշտ ես ասում։ Արդեն 2026 թվականն է, փետրվարի 3-ը։ Մենք էլ անցել ենք մեր բնականոն աշխատանքին, այսինքն բացահայտելու ենք չքնաղ Հայաստանի գեղատեսիլ բնակավայրերը։ Ժողովուրդ, երևի իմ նախշուն հագուստից արդեն կռահեցիք, թե Արևիկը որ մարզում է։ Այո, Արարատում եմ, իմ սրտի մարզում։ Yes, իմ սիրելի հայազգ, այսօր ուզում եմ ծանոթանանք Արարատի մարզի արտաշատ խոշորացված համայնքի Բերթիկ բնակավայրի բնակիչների հետ։ Գնանք տեսնենք ինչ կա չկա այս չքնաղ գյուղում։ Հաղորդաշարի գլխավոր հովանավորն է F-Net Telecom ընկերությունը, որը հասանելի է Բերթիկ բնակավայրում։ F-Net-ը իր սիրելի բաժանորդներին առաջարկում է գերարագ ինտերնետ կապ, բարձրորակ հեռուստաալիքներ, մի շարք խելացի լուծումներ, դոմոֆոն, տեսախցիկներ, որոնք 24/7 ռեժիմով կարող են տարածքը հսկել։ Մանրամասներին ծանոթանալու համար, սիրելիներս, կարող եք այցելել պաշտոնական կայք fnet.am կամ էլ զանգահարել 8988 հեռախոսահամարով։ Հաղորդաշարի գործընկերն է Emily Farm դեղատների ցանցը։ Առաքման համար կարող եք զանգահարել նշված հեռախոսահամարով, ինչ դեղորայք անհրաժեշտ լինի, արագ կհասցնեն ձեզ։ Աշոտ հուդի սիրունա, չէ՞։ Բոմբա։ Սկսենք ծանոթանալը բերթիկցիների հետ։ Ասեք, տեսնեմ ոնց եք։ Շատ լավ, Ձեր անունը ինձ կասեք։ Ռաֆիկ։ Ուրախ եմ շատ, չգիտեմ իմ անունը գիտեք, չգիտեք ինձ։ Հա? Ես, ճանաչում եք ինձ։ Երևի մեր հաղորդումներն եք նայել։ Այո, Շատ լավ է։ Բոլոր բնակավայրերում եղել ենք, բայց Բերթիկում չեմ եղել։ Ասացի 2026 թվականի առաջին գյուղը պետք է լինի Բերթիկը։ շատ շնորհակալ ենք։ Մենք եկանք մեզ հետ Բերթիկ արև բերեցինք։ Ասեք, տեսնեմ ոնց եք, լավ եք։ Նորմալ ապրում ենք։ Սա ձեր մեքենան է։ Այո, Շատ լավ, պարոն Ռաֆիկ, մենք ճիշտն ասած մեքենայով չենք եկել։ Կխնդրեմ, որ ձեր մեքենան այսօր մեզ տրամադրեք։ ուղեկցեք ձեզ, մեծ սիրով։ Հա? Այո, Շատ ավելի լավ։ Դե եկեք գնանք, ուրեմն գյուղի հետ ծանոթանանք։ գնանք։ Գնացինք։ Ուրախությամբ։ Աշոտին էլ տանենք։ Արև, բայց դու քշել գիտես։ Կներեք, հələ չեմ արթնացել։ Սխալվեցի։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, դուք էլ հաղորդավար չեք, Հələ անունս հիշեք։ Մեր հարևան Արևիկ ջան, մեր Արևիկը, Արևիկն է։ Պարոն Մհեր, դե ասեք տեսնեմ, ոնց եք, ինչ կա չկա։ շատ լավ ենք, ինչ արել է, Կյանքը ոնց է անցնում Բերթիկում։ լավ անցնում, Որտեղ եք կովերին պահում։ տունը, Էստեղ են։ Այս կողքի տուն։ կողքի տունը, Հա, քանի կով ունեք։ 3 հատ, Վաու, երբ եք պատրաստվում կթել։ չէ, չեմ կթում, Չեք կթում, բա։ Կտովը չի։ կտովի չի, Աղջիկ կով չեն, տղա կովեր է։ աղջիկ կով են, հա, 3 հատ աղջիկ կով են, Անունները ինչ են։ անուններից ինչ մանամ, Չեք դրել անուններ։ Լավ, հեսա մի քիչ հետո կգանք 3 կովին էլ անուն կընտրենք։ Պարոն Ռաֆիկ, սա ձեր թաղամասն է, հա։ Թողամասն է։ Այսինքն դուք այստեղ եք ծնվել, մեծացել։ Հարևանությամբ շատ լավ հարևաններ ունենք, մեկս մեկից պատժերշկայով ամեն ինչով։ շատ լավ ենք, հարևանության շատ լավ ենք, գյուղացիները շատ լավ գյուղացիներ են, Երբ որ մի լավ առիթ ա լինում, հարևաններով նշում եք, հավաքվում եք։ ամեն նոր տարվանը ասես սեղան ենք գցում, շրջի մեջտեղը, հավաքվում ենք հարևաններով թուքում ենք լինում, Երաշտություն եք միացնում, հա։ Իսկ այս տարի ոնց դիմավորեցիք։ շատ լավ, ես գոհ եմ, իմ աստուծո գոհ եմ, Հարևանների տուն գնացիք, եկաք բարեկամներ եկան ձեր տները։ Սա գնացել եք են այո, Իսկ տարին ոնց եք սկսել։ տարին սկսել ենք արդեն ձմեռա, կարունարը, պետք է գործերը բացվի, որ հեռենք գործներից, Դաշտեր ունեք։ դաշտ չունեմ, բայց ես ուրիշի հող եմ մշակում,
Ընդհանրապես բերթիկցիները ինչ են սիրում աճեցնել, մշակել։ Ամեն ինչ։ Մեծամասնությամբ այգի։ Խաղողի, Աղի այգի, այո։ Չէ, ծառեր կա։ Ծառեր։ ծիրանի, ծառեր, տեղցի ծառեր։ Ծառատեսակներ էլ կան։ Ամեն ինչ կա։ Այսինքն մարտ ամսից սկսվում են հողագործական աշխատանքները։ Այդ հետագետինը չորացավ, այլովա գողմնալու սաղ դաշտեն ենք իթալում։ Այսպես մենք այցելում ենք բնակավայրերը, ծանոթանում ենք։ Հիմա տեսեք, ես ձեզ ճանաչեցի, ճիշտ է։ Օրերից մի օր, որ հաղորդում թեկուզ եւ չնկարեն, գանք Բերթիկ ասել եմ, ես Մհեր անունով ծանոթ ունեմ։ Գնանք պարոն Մհերենց տուն։ Այո։ Կարակ հիմա էլ թանք։ Գնում ենք սուրճ խմենք, գանք կովերին անուն դնենք։ Արի, աշկիս վրա։ Եղավ։ Լավ։ Դե գնացինք։ Գնանք սուրճ խմենք, գանք։ Եկեք, զգացեք ձեզ ինչպես ձեր տանը։ Ոնց է։ Հա։ Պարոն Ռաֆիկ, ոնց է ստացվել, որ ձեր տանը F-net Telecom ընկերության ինտերնետն է քաշել։ Որովհետև մենք տեսել ենք, որ ձեր հովանավորը F-net-ն է, դրա համար էլ F-net են քաշել, ձեր հարգելով հանդերձ։ Բա։ Ես ինձ լավ զգացի, ապրեք։ Խորհուրդ կտակ, որ բոլոր բերթիկցիները F-net-ից օգտվեն։ Խորհուրդ կտամ, որ F-net-ը քաշեն եւ օգտվեն F-net-ից։ Շնորհակալ ենք շատ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Դուք հարգարժան պարոն Ռաֆիկի կինն եք։ Այո, Ահա, ձեր անունը ինձ կասեք։ Նոյեմ։ Նոյեմ, հաճելի է։ Հիմա կցանկանամ, որ մի քիչ ձեր կյանքի մասին պատմեք։ Ես ծնվել եմ Արևշատում։ Արևշատում։ Օ, Բենոյ Արսենի գյուղում։ Այո։ Եկեք առիթից օգտվենք, մեր հարգարժան Բենոյ Արսենին բարևենք։ Բարև, Արսեն ջան։ Չգիտեմ ինձ հիշում ես թե չէ, ես քեզ աղոտ եմ հիշում, բայց չարաճճի ես է ասում։ Այո, ինքը պատմում էր իր կյանքից, ասում էր, որ հաճախակի բանակից փախել է, մինչև հայրը գնում էր, որ իրեն տանի հետ, ինքը նորից բանակից փախչում էր։ Ես չեմ ասել, մանկության ժամանակ է շատ փոքր է, այդ ընթացն է մի փոքր հիշում, որ շատ չար էր ինքը, հետո արդեն այդ չգիտեմ ինչ ա եղել, չէ։ Տիկին Նոյեմի, ինձ կասեք, Բերթիկում ինչպես է անցնում կյանքը մարդկանց համար։ Բերթիկում կյանքը ինչպես պետք է անցնի, գյուղացին է, իր հողագործությունն է, իր առօրյա հոգսերն է, դժվարություններ կան շատ, բնական է դա, պետք է հաղթահարում ենք, բնական ամեն ինչը։ Ըստ ձեզ, Բերթիկցին ինչի կարիք ունի, որը գյուղում բացակայում է։ Ճանապարհները դուք տեսակ ինչ վիճակի է, ամեն առաջնահերթը։ Շատ բաներ են արել գյուղի համար, անցած տարի ջրերը, կոյուղիների լրիվ ջրերը փոխեցին, խմելու ահավոր վիճակ էր։ Փարքասու բոլոր փողոցները հիմա մաքրված է, մաքուր ջուր ունենք, ոռոգվում է, լրիվ փոխված է։ Հիմա մնում է ճանապարհների խնդիրը, որ այս մեր փողոցները մի քիչ բարելավի, ինչ կանեն, ոնց կանեն, արդեն իրանք պետք է որոշեն։ Գյուղամիջյան ճանապարհները ասֆալտապատման կարիք ունեն, այո։ Շատ դժվար է, էլի Ազիզ ջան։ Կան շատ հարցեր, որ լուծված չի։ Երևի ընթացքում կլուծվի էլի այդ հարցերը, ընթացքա, ժամանակա պետք։ Ես փոքրինչ գյուղի հետ ծանոթացա այսօր, միայն դպրոց ունեք, մանկապարտեզ չունեք։ Հա, կուզենայի, որ ունենայինք։ Ընտանիքներ կան, որ իրանց երեխաներին տանում են այգեստան, տանում են վերին Արտաշատ, բայց կուզենայի, որ գյուղում լիներ։ Տեսեք, որ ասում եք տանում են վերին Արտաշատ կամ այգեստան, չէ՞, հնարավոր է, որ ծնողը ի վիճակի չլինի, երեխային վերցնի, տանի կողքի գյուղի մանկապարտեզը, բայց որ տեղում լինի, ինքը ոտքով կարող է տանել, մեքենայի անհրաժեշտություն չի լինի։ Իսկ նախակրթարան ունենք։ Նախակրթարան ունենք, սեպտեմբերի 1-ից բացվել է։ Հա, բացվել է արդեն։ Ահագին բաներ են էլի ավելացել այնտեղ երեխաների համար։ 5 տարեկանից գոնե կարող են գնալ, բայց մանկապարտեզը դա անհրաժեշտություն է գյուղի համար։ Անհրաժեշտ է։ Երեխան չէ, որ մանկապարտեզից է կրթվում։ Անպայման։ Դե մենք մեր աչքով տեսնում ենք, որ Արարատի մարզում կան բնակավայրեր, որոնք երբեք մանկապարտեզ չեն ունեցել, բայց այժմ կառուցվում են։ Օրինակ Լանջազատում երբեք չի եղել մանկապարտեզ, կառուցում են, Ջրաշենում չի եղել, կառուցում են։ Հուսանք մի օր էլ
Ձեզ համար արև կշողը։ Ահա, թորներս չեն գնաց, իրեն ծորներս կգնան։ Այս գյուղում ապրող ծորներս իրեն վաղ կվիճակվի կգնան։ Ահա։ Նոր ենք մուտք գործել 2026 թվական։ Ուզում եմ ձեր բարեմաղթանքը լսել բերթիկցիներին ուղղված։ Ցանկանում եմ, որ առաջի հերթին թող բոլորին վերաբերում աշխարհի խաղաղություն լինի, պատերազմներ չլինի։ Երկրորդն էլ թող մի քիչ բարելավի մեր ժողովրդի վիճակը։ Այդ բոլորը կախված Ազիջան խաղաղությունից։ Այո։ Եթե խաղաղություն եղավ, աշխարհում խաղաղություն ելավ, խիղճը դեռ խաղաղ կլինի, արդեն դու էլ անկախ քեզանից լավ կլես, էլ չես հիվանդանա այդքան։ Ես էլ ուզում եմ բոլորին մաղթել առողջություն, մեր վարորդներին մաղթում եմ, որ երբեք պատահարների չհանդիպեն։ Ամենակարևորը շատ են լինում պատահարներ։ Եվ պատահում է, որ փողոցներն ոչ բարենպաստ տեղեր կան։ Հիմա մանավանդ ձմեռա սառուցա, չեն կարող պահեն, գնում են խփում են իրար։ Կան վարորդներ, որ շատ անփույթ են, ենթադրենք ինքը մեղավոր է անմեղի համար, այդ անմեղը իզուր տեղը տուժում է իր փոխարեն եւ կյանքից ազատում եւ ոնց որ ասած հաշմանդամա դառնում տեղից քիչ չեն մեր հայ ժողովրդի հոգսերը շատ են այն մնացածն ինչ էլ որ մնում են թող առողջ լինեն թող լավ լինի երկրի վիճակը խաղաղ պայմաններում թող մեր երեխաները մեծանան Գյուղից զինվորներ ունեք, որ հիմա ծառայության մեջ են։ Մեկը դեքորս թորնա նորայրս է Եթե ինձ կլսի ինքը Իհարկե կլսի։ Ցավը տալի Նորայր ջան, բարևում եմ։ Բարև Նորայր։ Նորից էլի այս բանին հավաքին քանի հոգի տարան, երևի 3 հոգի նորից տարել։ Գյուղից ունենք։ Պարտադիր, փոքր գյուղ է, բայց ծառայողներ կան։ Տարի չկա, որ ծառայողներ չլինեն։ Դե նրանց էլ մաղթենք անփորձանք ծառայություն, հրամանատարների հետ համերաշխ վիճակի մեջ լինեն։ Այո, դա է հիմա կարևորը։ Պարոն Մհեր, ուր եք, մենք եկանք ձեր տուն։ Հենա կովերը ձեն են տալիս, եկեք գնանք ձեր կովերին անուն որոշենք, բա գիտեիք Արևիկը կատակ է անում։ Ոչ, Արևիկը որ մի բան ասում է, իր խոսքի տերն է։ Կովիկներ, բարև ձեզ։ Ոնց եք։ Գործերը լավ են։ Հիմա իրենց մոտ ինչ ժամ է։ Հիմա արդեն հանգիստի ժամ է։ Հաց են կերել, ջուր են խմել։ Հիմա մեկ դիրիկուն տանք։ Բա ինչի մա կատ չեն տալիս։ Այն պստիկ են։ Հա, պետք է մեծանա։ Ժամանակը չի։ Հա, երեխեք են։ Երեխեք են, բա։ Հա, դրա համար էլ անուն չունեն։ Անուն չունեն, բա։ Եկեք ես մեկին կոչենք Ջեյրան։ Ահա։ Ջեյրան բալան է ինքը։ Բայց մեկը որ այսպես նայում է, թարս նայում է, ասում է, «Սով է եկել, ինչ է ուզում մեզնից»։ Իրան ինչ դնենք։ Նուբար։ Նուբար։ Ինքն էլ Նուբար Փաշանը։ Բա այն մեկը են, որ խելոք իր համար Էնե մարալնա։ աղավարի կանգնած է։ Էնե մարալնա։ Ինքն էլ մարալն է։ Ահա, անունները որոշեցինք։ Բարով վայելեք երեխեք ջան։ Դե դուրը փակեն գնանք, ձեզ էլ բարի հանգիստ ենք մաղթում։ Ես Արևիկ Խաչատրյանս Բերթիկցիների անունից խնդրում եմ, որ ասֆալտապատեք, բարեկարգեք գյուղամիջյան ճանապարհները։ Մարդիկ ասում են, Արևիկ ջան, ամեն օր ավտոմեքենա ենք լվանում, չեն կարողանում այս եղանակին ճանապարհով մարդավարի քայլենք։ Դե ձեզ տեսնեմ հուսամ, իմ խնդրանքը կկատարեք։ Սիրելիներս ուզում եմ ասել, որ 44-օրյա պատերազմի հետևանքով Բերթիկ բնակավայրը ունի հերոսներ, նրանք են Սարգիս Շամամյանը և Վահե Կարապետյանը։ Ինչ են անում բնակիչները նրանց հիշատակը վառ պահելու համար։ Տեսանք, որ գյուղի 2 փողոց անվանակոչվել է հերոսների անուններով։ Մենք էլ մեր հերթին պարտավոր ենք նրանց մասին միշտ հիշել, խոսել և նրանց սխրագործությունները իլուր աշխարհի հայտնել։ Մարդը կենդանի է այնքան ժամանակ, մինչև նրան հիշում են, իսկ մենք մեր հերոսներին պարտավոր ենք ամեն Աստծո օր
հիշել ու շնորհակալություն հայտնել, որ նրանց կյանքի գնով այժմ ապրում ենք մենք։ Իսկ մենք պետք է մեր հայրենիքը այնքան շատ սիրենք, այնքան շատ փայփայենք, որ երկնքից նայեն ու իրենց հերթին մեզ շնորհակալություն հայտնեն։ Այժմ գտնվում ենք Բերթիկի միջնակարգ դպրոցի բակում։ Ցավոք սրտի, Արարատի մարզպետարանը չի թողնում, որպեսզի շենքի ներսում նկարահանումներ իրականացնենք, թե ինչու, ես էլ չգիտեմ։ Խնդրում եմ, ինձ անպայման պատճառները ասացեք։ Ինչու չեք թողնում, որպեսզի գնանք դպրոցում շփվենք աշակերտների, տնօրենի, ուսուցչական անձնակազմի հետ։ Աղջիկներ, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ոնց ենք։ Լավ դուք։ Լավ, ինչ կա չկա Բերթիկում։ Ամեն ինչ էլ կա։ Ինձ առաջին հերթին կասեք սիրում եք ձեր գյուղը։ Այո, շատ։ Ինչու եք այդքան շատ սիրում։ Արդեն սովորել ենք։ Ահա, ես ձեր գյուղի մասին ոչինչ չգիտեմ։ Ինձ ինչ կպատմեք։ Դե Բզովանը սկզբից եղել անունը։ Ահա, իսկ դուք գիտեք, որ Տավուշի մարզում ունեն քաղաք Բերթ անունով։ Գիտեիք։ Ահա, եկեք ուրեմն մեր բոլոր հայրենակիցներին ասենք, որ Արարատի մարզում էլ ունենք Բերթիկ անունով գյուղ։ Այնց կասեք, ձեր գյուղը ինչով է առանձնանում մնացած գյուղերից։ Դե մեր գյուղը մի քիչ փոքր է։ Քիչ են խանութները։ Խանութները քիչ են։ Օրինակ, ինչի խանութ կուզենայիք, որ այստեղ լիներ։ Հագուստի խանութ, չկա։ Չկա։ Բա որտեղից եք ձեր հագուստները գնում։ Երևանից։ Ահա, Արտաշատ Երևան եք հասնում։ Լավ, որ մեծանաք, ինչ եք դառնալու, որոշել եք։ Ես ոստիկան։ Օ, ոստիկան թե ոստիկանուհի։ Ոստիկանուհի։ Հիմա որոշել ես գնաս դառնաս ոստիկան։ Ահա, շատ լավ է։ Կարգ ու կանոն ուրեմն կլինի այնտեղ, որտեղ որ ապրես։ Այո։ Զգուշացեք Բելլայից։ Նա չի թողնի, որ Բերթիկում որևիցե անախորժություններ տեղի ունենան։ Լաուրա, դու ինչ ես որոշել դառնաս։ Եմ որոշել ինչ դառնամ, բայց որոշել եմ որ ընդունվեմ։ Որտեղ ընդունվես։ Ամերիկան։ Ամերիկյան համալսարան։ Ահա։ Ապրեք դուք երեխեք ջան, ում կուզենայիք հիմա առանձնահատուկ կերպով ողջունեիք։ Մամայիս։ Ահա։ Մամայիս։ Դե իրենց օթային պաչիկներ ուղարկենք։ Ու եկեք ասենք, որ դուք ձեր մամաներին շատ եք սիրում։ Ես քեզ շատ եմ սիրում մամ ջան։ Ես քեզ շատ եմ սիրում մամ ջան։ Երեխեք, հիմա վերցրեք այս փուչիկները։ Մերսի։ Հիմա փչեք, կապենք, կտանեք, կնվիրեք ձեր մամաներին։ Վերցայել կապենք քո փուչիկին, ասում ես փուչիկներից վախում ես։ Երևի որ պայթում է այդ ձենից ես, չէ՞ վախենում։ Հա, ես էլ։ Դե հիմա գնացեք տուն, տաք հացեք, որովհետև շատ ցուրտ է։ Հաց կերեք ու պատրաստվեք ձեր վաղվա դասերին։ Բարև։ Ոնց ես։ Հարգանքներս։ Ոնց ես։ Լավ։ Ծանոթանանք իրար հետ։ Ծանոթանում։ Ես Արևիկն եմ։ Ես Հակոբը։ Բայց մի րոպե, ինչի մազերդ չես կտրում, տղա ջան։ Սենց հարմար է։ Ինչով է հարմար։ Սենց է սազում։ Չէ, ով է քեզ ասել, որ այդպես սիրուն է։ Ես եմ մտածում։ Ոչ։ Հանձնարարություն քեզ։ Այսօր կգնաս մազերդ կկտրես, լավ։ Պայմանավորվեցինք։ Նայ, վաղ գալու եմ ստուգեմ։ Թե սիրած աղջիկը ասել է, տղա ջան, մազերդ չկտրես, հանկարծ ես քեզ այդպես եմ հավանում։ Չէ, սիրած աղջիկ չունեմ։ Դեռ չունես, մեր հաղորդումից հետո բոլոր աղջիկները քեզ են սիրահարվելու։ Պայմանավորվեցիք։ Լավ, Բերթիկից ես դու։ Չէ, Ագեստանից։ Գալիս ես Բերթիկի դպրոցում ես սովորում։ Հեծանիվով գալիս ես, հեծանիվով գնում ես։ Հա, բա ինչու որոշեցիր Այգեստանի դպրոցը փոխես Բերթիկի դպրոցի հետ։ Ինչով առավել։ Ագեստանի դպրոցը որ քանի որ թազը սարքեն, հետո երկրորդ թերթ քավան են եթում, ես հեղափոխում ստե որ հարմար է, էլի, գիշերը չգամ տուն։ Իսկ կարողանում ես հեշտ շփում ստեղծել քո հասակակիցների հետ։ Այո։
Շատ լավ է։ Վերտիկցիների մասին ինձ ինչ կասես, լավ մարդիկ են նրանք։ Հա, շատ հյուրընկալ մարդիկ են։ Ահա, հեշտ է նրանց հետ լեզու գտնելը։ Այո։ Որոշել ես ինչ մասնագիտություն ես ընտրելու։ Եվ Ատամնաձև։ շատ լավ է, Այգեստանում ատամնաբուժական կլինիկա կբացես։ Չէ լավ, վերտիկում կբացես։ Պայմանավորվեցինք։ Վերտիկցիներ, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Շատ լավ։ Ոնց եք։ Լավ, եկել եմ տեսնեմ Վերտիկում ինչ կա չկա։ Հա, լավ է կարել։ Ճիշտ գյուղ եմ ընտրել։ Հա, ընտիր։ Ինչ սպասում եք։ Այո, Սիրում եք ինձ։ շատ։ Ես էլ ձեզ եմ շատ սիրում, ապրեք դուք։ Երեխեք, իսկ մեր հայրենիքը։ Անպայման։ Եթե օրինակ հնարավորություն ունենայիք, ձեզ տներ նվիրեին Արտաշատում, Երևանում, գյուղը գթողնեի գնայիք քաղաքում ապրեիք։ Գյուղից լավ տեղ չկա, որովհետև Թողնեի։ երևի գյուղը ուրիշ քաղաքի հետ չի կարելի փոխարինել, որովհետև գյուղի միջավայրը ու քաղաքի միջավայրը լրիվ ուրիշ է։ Քո անուն ինչ է։ Անի։ Անի, հեսա ուսանող կդառնաս, կգնաս ամբողջ կյանքդ քաղաքում կանցկացնես ու կզգաս գյուղի քաղաքի տարբերությունը։ Գյուղում Քաղաք էլ չէի ապրի, ճիշտն ասած, ուրիշ երկիր կգնայի, բայց ժամանակավոր, որպես ճամփորդելու, սենց ինչ որ ժամանակաշրջան։ Ահա, դա կարելի է։ Բոլորս էլ այո, պետք է մեր կյանքում շատ երկրներում լինենք։ Ես քո հետ համաձայն եմ։ Դրա հետ մեկտեղ կարող ես այնպիսի մասնագիտություն ունենալ։ Ես ունեմ իմ մասնագիտությունը, ընտրել եմ ու հուսամ կստացվի իմ մոտ։ Եվ եթե գաղտնիք չէ, Գաղտնիք չի, հագուստի մոդելավորող։ Աստված տա, բիզնեսմեն դառնաս, շատ փող ունենաս, աշխարհ պտտվես, դե ձեռի հետ մեզ էլ կտանես, էլի։ Ընկերուհիներ եք։ Այո։ Ահա, շատ լավ է, դե կապը կպահեք, որովհետև ապագայում Անին բիզնեսմեն է դառնալու։ Առիթից օգտվեք, իձեր խաբար կանեք, կգնանք աշխարհ ման կգանք, բայց վերջում էլի կգանք Վերտիկ։ Հա։ Պայմանավորվեցիք։ Այո, Ահա, գյուղում խմբակներ չունեք, ճիշտ է։ Միայն նկարչական խմբակ կա, ուղղակի հիմա այդ ցրտերի պատճառով, կոպիտ ասած, հիմա փակա, հենց որ երեխեք չմրսեն։ Ահա, իսկ բարի նկարչական խմբակները որտեղ են իրագործվում։ Դպրոցում, գյուղապետարանում, հիմնականում այդ երկու տեղերում։ Ըստ քեզ, ձեր գյուղը ինչի կարիք ունի։ Դե ոչ մի բանի, որտեղ մեր գյուղապետը ամեն ինչով մեզ այսպես ասա ապահովում է։ Մինուս ասեմ, մենք գյուղով պտտվեցինք ու գյուղամիջյան ճանապարհները կորած են ինչի մեջ։ Ցեխի։ Այո, ընտրեք ինձ։ Ես կասֆալտապատ եմ Վերտիկի ճանապարհները։ Ձեր կյանքը ընդհանրապես ոնց է անցնում դասերից հետո։ Այ վերջացրեցիք, ինչ եք անելու։ Շատ Գնալու ենք, անպայման հաց ենք ուտելու, որտեղ սոված ծածկում ենք։ Խոսեք գտնելու Մի քիչ հանգստանալու ենք ու անցնելու ենք դասերի։ տնային աշխատանքների կատարմանը։ որովհետև մաման կճղայնան է, եթե Այո։ Դասերը սովորեցիք, ավարտեցիք, դրանից հետո ինչ եք անում տանը։ երևի Հիմնականում ես զբաղվում եմ նկարելով։ Այն ինձ թվում մարդիկ զբաղվում են նրանով, որը սիրում են, ինչ որ զբաղմունք ունեն։ Ահա։ Իսկ դու ինչ ես անելու։ Մայրիկին եմ օգնում։ Ահա։ Ինչ է անում մայրիկը, որ դու էլ իրեն օգնում ես։ Քույրիկս խանգարում է, ասում է պար։ Փոքր է քույրիկը։ 5 տարեկան։ Այս տարի դպրոցական։ Նախակրթարան հաճախում է քույրիկը։ Չէ, պարտեզա գնում Վերին Արտաշատ։ Ես նաև այսօր խնդրել եմ մեր նկարահանումների ժամանակ, որ Վերտիկում կառուցեն մանկապարտեզ։ Քույրիկին դժվարությամբ եք հասցնում մանկապարտեզ։ Ավտոմեքենա ունեք։ Հա, Ահա։ գյուղում մի քանի հոգի էսպես իր տարիքի երեխաներ կան, որը որ ծնողին հարմար է, ինքն էլ տանում է։ գյուղացիները շատ բարի են, մեզ ոնց ասեմ, մեկը մյուսին հասնում է ու օգնում է։ Տենց ամեն մեկը իր համար չէ, էլի ոնց որ ուրիշ գյուղերում։ Մեր մոտ սենց է, եթե ինչ-որ բան ենք անում, օրինակ եթե փողոցում ինչ-որ բան ուզում կազմակերպեն, բոլորով իր այդ հավաքում են անում են։ Միասնականություն կա։ Երեխեք, իսկ ավանդույթ կա, որը պահպանում եք։ Օրինակ, հա, երբ որ ինչ-որ մարդ համահանում գյուղում, բոլոր գյուղացիները միավորվում են եւ սկսում են գումար հավաքել տվյալ անձի համար։ Ու տալիս են ընտանիքին, հա, Այո, գումարը։ որպես օգնություն, որպես հարգանքի նշան։
Շնորհակալ եմ շատ, աղջիկներ ջան, ձեզ հետ անverջ կարելի էր խոսել, բայց Աշոտը ասում է, Արևիկ մրսում եմ, արագացրու։ Ապրեք շատ, ապրեք, որ ապրում եք Բերթիկում։ Աստված տա բոլորը։ ամուսնանակ Բերթիկում։ Չէ։ Հա, որպեսզի մեր գյուղերը բարգավաճեն, մարդաշատ լինեն, երեխաները շատ լինեն։ Աղջիկներ, ես ուզում եմ, որ մեր հայկականությունը միշտ պահենք։ Ուզում եմ, որ մեր աղջիկները հայեցի դաստիարակություն ստանան։ Դա կարևոր է։ Իհարկե։ Եթե Հայաստանում մարդ չիմանա իր մշակույթը, ավանդույթները, պատմությունը, արվեստը չի կարող լավ հայ լինել, եթե դու չիմանաս այդ ամեն ինչը, ոնց որ մեր դպրոցում է սովորեցնում։ Մյուս դպրոցների մասին չգիտեմ, բայց մեր դպրոցը շատ լավն է ու այդ ամեն ինչը մեզ սովորեցնում են այդ արժեքների մասին, որը յուրաքանչյուր հայ պետք է իմանա։ Պարոն Ռաֆիկ, ուր եկանք մենք։ Եկել ենք իմ ընկերոջս դուրը կանգնած ենք, հիմա էլ գնում ենք կոֆե խմելու։ Ահա, ես դեմ չեմ, ասեմ ավելին, շատ ուրախ եմ։ Ես սուրճ շատ եմ սիրում, դուք էլ։ Ես էլ եմ սուրճ շատ սիրում։ Նույն դասարանից ենք, էլի, չէ։ Արևիկ ջան, դուք հյուր եք եկել Բերթիկ համայնք, Ավետիսյանների Գերդաստան, շատ ուրախ ենք։ Արտաշատ համայնքի գյուղերում ում տունել գնանք, մեզ էսպես են ընդունում, կապ չունի դա Բերթիկն է, Նորաշենն է, Նարեկն է։ Ոչ ավելի լավ։ Այո, Արտաշատն է, դա շեշտեք, որովհետև միշտ վերին Արտաշատի մասին են ինչ-որ բաներ ասում, մեր հարևան գյուղի, բայց նրանք էլ շատ հյուրընկալ են։ Այո, ես ուզում եմ մենք խմենք Արտաշատ համայնքի բոլոր բնակավայրերի բնակիչների կենացը, որ ուր էլ գնանք, մեզ էսպես ընդունեն, դիմավորեն։ Ես էլ որտեղ գնամ ասեմ, որ Արտաշատ համայնքից այն կողմ լավ համայնք չկա։ Խմենք։ Սիրում եմ արտաշատցիներին ես շատ։ Իրոք։ Ասացի համաձայն ես բուջուրիկ կավելացնեմ, իզուր չեն ասում, արտաշատ, փառքը շատ։ Ես առաջին անգամ էի Բերթիկում ու կցանկանամ, որ ինչ երազանքներ ունեք Բերթիկի հետ կապված, բոլորը իրականություն դառնան։ Դե խմենք ու մանրամասն կխոսենք։ Նորից։ Տիկին Վեներա, շնորհակալ ենք հյուրասիրության համար, հիմա էլ զրույց անենք։ Ես ուզում եմ ձեր կյանքի մասին ինձ մի փոքր պատմեք։ Ծնվել եմ Բերթիկում, Արևիկ ջան, բազմազավակ ընտանիքում, ծնողները շատ կիրթ, բարի մարդիկ են եղել, 9 երեխա ենք եղել, ես ամենափոքրն եմ։ Սովորել եմ միջնակարգ դպրոցում, շատ լավ միջավայրում, դպրոցը եղել է շատ լավը, որ մենք սովորել ենք այն ժամանակ։ 17 տարեկանում էլ ամուսնացել եմ։ Այդքան շուտ։ Հա, շուտ։ Այն երազանքս կիսատ է մնացել, որ դե գիտեք, ուզել եմ սովորել մանկավարժական, երազանք սա եղել, որ մանկավարժ դառնամ։ Ուսուցչուհի դառնամ, այո։ Բայց այնպես ստացվեց, այն ժամանակ էլ մի ուրիշ ձև էր։ Կրթությունը, ասենք, հիմիկվա հետ չես կարա համեմատես, 4-3 ստացա ու կոնկուրսից ոնց որ ասած դուրս մնացի ու ամուսնացա, բայց երազանքս այդպես էլ մնաց թերի, բայց փառք Աստծո ունենք 3 դուստր, 3-ն էլ բարձրագույն կրթություն են ավարտել, ոնց որ իմ այդ բանը մի տեսակ լրացրել են էլի աղջիկներս, կրթվել են, ամեն մեկը աշխատում են, անգամ փոքր աղջիկս դպրոց ունի բացած մասնավոր, 2 դպրոց Գյումրիում, Պարադուս դպրոցի իմ աղջկանն է, մի խոսքով։ Ձեր երազանքը ձեր երեխաներն են կատարել։ Այդպես։ Մեր գյուղը շատ լավ գյուղ է, շատ սիրում եմ, շատ հանգիստ, շատ խաղաղ, բնակիչները շատ լավը, հարևանները շատ լավը, մենք մեկս մեկին այցելում ենք, շատ
բարեհամբույր, որ մեկի տունն էլ մտնեք հյուրասեր, Փառք Աստծո, ամեն ինչը շատ լավ է, սիրում եմ մեր գյուղը, կուզեմ ուղղակի, որ մի քիչ բարեկարգվի գյուղը, մանկապարտեզ ունենանք, Ճանապարհները ասֆալտապատվեն։ Հա, բայց արդեն հույս ունենք, որ կասֆալտապատեն, հիմա այդ հույսը ունենք։ Մենք պետք է յուրաքանչյուրս, անգամ այն աղբը, որ գցում են, չէ, ես որ գալիս եմ մեքենաների միջից, բան այդ ճանապարհների վրա չի կարելի, յուրաքանչյուր մարդ ինքը իր հերթին պետք է այնպես անի, որ ավելի մաքուր լինի, գեղեցիկ լինի, մենակ մեկով ոչ մի բան չի լինի։ Ես ձեր խոսքին ուզում եմ ավելացնել, որ երիտասարդները մեր երկրի շարժիչ ուժն են։ Միանշանակ։ Կցանկանամ, որ բոլոր գյուղական բնակավայրերում փոքրիկ ինչ-որ կենտրոններ բացեն, որտեղ երիտասարդները երեկոյան կհավաքվեն, կքննարկեն գյուղի հետ կապված հարցերը, կներկայացնեն վարչական ղեկավարին, ըստ դրա արդեն կիմացվի, ինչ խնդիր կա, որ անհրաժեշտ է շտապ լուծել, որն է երկրորդական։ Շատ լավ կլինի, որ լինի այդպիսի կենտրոն, մենք ունենք անգամ տարածքներ էլ կա, որ կարող են բարեկարգել ու այդ ամեն ինչը կազմակերպել, այնպես չի, որ շատ տարածքներ կա գյուղում, որ կարող են անել։ Հիմա որ մի երիտասարդին էլ հարցնենք, ինքը կասի, ես ուզում եմ գնամ քաղաքում ապրեմ։ Ինչու, որովհետև գյուղում չկան այն պայմանները, որոնք ինձ պետք են։ Օրինակ, 16 տարեկան աղջիկ, ուզում եմ ընկերուհուս վերցնեմ գնամ սրճարան, գյուղում որտեղ գնամ։ Ճիշտ եք ասում, նման բաներ, ասենք, ճիշտ եք ասում, կուզենք ունենանք մի հատ այդպես փոքրիկ հանգստի վայր, այդպես ասեմ, փակ միջավայր, որ գնան ժամանց ապահովեն։ Իհարկե, կարելի է մտածել ու լավ միտք տվեցիք, ես հիմա ճիշտն ասած ամբողջ կյանքում չեմ աշխատել, էդ էլ ոչ թե թույլ չի տվել ամուսինս, ասում էր ես կամ դուրը ծեծեմ դու չբացես, միշտ ուզել է, բայց որոշել եմ այս տարի, որ մտնեմ մի գործունեության մեջ, որ մեր գյուղում ահագին բան լինի, ես որոշել եմ։ Բա իհարկե կարելի է, որ այդպիսի տեղեր լինի, որ երեկոյան նստեն, ամեն մեկը իրենց մտքերը փոխացեն ու դրանից էլի այն որ ասում են նստեն զրուցեն, մի բանից էլ մի ուրիշ բան կբացվի ու գյուղը կբարգավաճի։ Մշակույթի տունը ունի դահլիճ։ Տեսա, գեղեցիկ դահլիճ էր, բայց աթոռներ չկան։ Կարող ենք դիմել բարերարի, ով որ ցանկանում է Բերթիկի համար ինչ-որ լավ գործ անել, մշակույթի տանը տրամադրի աթոռներ, որ բոլոր արարողությունները ի վերջո կազմակերպվեն այդտեղ։ Գիտեք ինչ լավն է եղել հենց մեր այդ որ դուք տեսել եք այդ դահլիճը, դե առաջներում կինոներ էին ցույց տալիս, մենք բոլորս մենք մեր մանկությունը անցել է այնքան շատ աթոռներ կար, շատ քանի հոգի տեղ կաներ մոտ 100-ից ավել այդ աթոռները։ Գյուղում ունեք բարբառ։ Կողքի գյուղն է եղել Վերին Արտաշատում այդ բարբառը շատ։ Հա, օրինակ խոյի բարբառով են, չէ՞, խոսում, հացին խաց են ասում, հա, այդպես։ Այդպես, մեծերը բայց արդեն երիտասարդները չէ։ Բայց գյուղի բնակիչների նախնիները Պարսկաստանից են, չէ՞ եկել։ Իմ պապերը գաղթված են եղել, գաղթել են կոնկրետ իմ պապիկը, տատիկը 15 թվի այդ գաղթի ժամանակ վանեցի են եղել, իրենք իմ մորաքույրս այնպիսի բաներ էր պատմում գաղթված են եղել են ժամանակ, բայց իմ մաման, պապան ծնվել են այստեղ արդեն, այս գյուղում հենց։ Հետո եկել են կողքի գյուղերից, Մարտունիից, մասից հավաքածու է, էլի որպես Մարտունիից, ուրիշ գյուղերից։ Յուրա, դու քանի տարեկան ես։ 5։ Բա օրդ ո՞նց է անցնում Բերթիկում։ Լավ։ Ինչ ես անում, կպատմես քո առօրյայի մասին։ Մանկապարտեզ գնում ես։ Հա, մանկապարտեզ չէ, դպրոց։ Նախակրթարան։ Հա։ Այնտեղ ինչ եք անում։ Խաղում ենք։ Ուրիշ։ Դες 0 դասարան եմ ես։ Ահա, գրել սովորեցնում են։ Գրել չէ, բայց տառերը հա։ Սովորեցնում են տառերը։ Մեծանաս ինչ ես դառնալու։ Ոստիկան։ Ինչու ոստիկան։ Ուզում ես պապիկին նմանվես։
Որ դառնաս ոստիկան, ինչ ես անելու, հետաքրքիր է։ Բռնելու եմ գողերին։ Գողերին բռնելու ես։ Համատարած բոլոր երեխաները դա են ասում։ Այսինքն հանցագործությունները կանխելու եք, որ մենք ապահով հայրենիքում ապրենք։ Վայ ապրես դու։ Իսկ որ մեծանաս գնալու ես հայոց բանակում ծառայության։ Ինչու։ Տենց որ մեզ պաշտպանես, հատկապես ում, մամային, պապային, պապիկին, տատիկին, ում։ Հայրենիք։ Հայրենիքը։ Դե արի մեր հայոց բանակի զինծառայողներին մաղթենք, լավ ծառայություն ու ամփորձանք վերադառնան իրենց տները։ Ժողովուրդ, ուրեմն պատվիրել եմ Արտաշատում գտնվող Նախշուն ասեղնագործության կենտրոնից Հասմիկից։ Եթե դուք էլ ուզենաք ունենաք այսպիսի տարբերվող խուդիներ, ապա կարող եք Հասմիկի հետ կապ հաստատել, ինքը ձեզ համար անպայման կպատրաստի։ Ես էլ ունեմ էլի դե։ Հեսա Աշոտի համար էլ ենք պատվիրել Մանուկյանց Production իրեն ստուդիայի անունը, որ մարդիկ կարդան, ասեն Աշոտ ինչ է նշանակում Մանուկյանց Production, Աշոտն է գլուխ գովա, բա գիտեք, Վեդիում ֆոտոստուդիա ունեմ, եկեք նկարվեք, սիրուն ֆոտոներ ունեցեք։ Ժողովուրդ ջան, համել ասեմ, որ Հասմիկը աշխատում է դպրոցների, մանկապարտեզների, բանկերի, պետական կառույցների, վաճառակետերի հետ, այսինքն եթե ուզում եք, որ ձեր աշխատակիցները միանման հագուստ ունենան ու կրեն ձեր ընկերության լոգոտիպը, ապա դիմեք Հասմիկին, ինքը այն մարդն է, ով որ կիրականացնի ձեր բոլոր ցանկությունները հագուստի հետ կապված։ Պարոն Ռաֆիկ, շատ շնորհակալություն, որ ձեր ամբողջ օրը տրամադրեցիք մեզ ու միասին ինչ որ չափով բացահայտեցինք ձեր գյուղը։ Էլի դուք կարող եք համեցեք մեր գյուղը ամառվա ընթացքում, որ ամբողջ այգիներով, բաներով նկարեք տանեք։ Հուսամ մեր այցը դրական ազդեցություն կունենա ձեր գյուղի համար։ Այո, շատ մեծ դրական ազդեցություն կունենա։ Այո, եւ լավ տպավորություններ կթողնենք մեզնից հետո, չեք ասի, այս ովքեր էին որ եկան գնացինք, ասեք ես ինչ լավ հավեսով մարդիկ էին։ Լավ տպավորություններով կբաժանվենք։ Շնորհակալ ենք շատ։ Կարևորը մենք Բերթիկում շատ լավ բարեկամներ ձեռք բերեցինք։ Այսպիսի abstract նկար եմ նվեր ստացել պարոն Ռաֆիկի աղջկանից, Գայանե Դավթյանից, որը իր մեջ մեծ խորհուրդ ունի եւ շատ շնորհակալ եմ, որպես հիշողություն Բերթիկից, ես այն մինչև կյանքիս վերջ կպահեմ։ Եվ այսպես շատ շնորհակալություն ենք հայտնում բոլոր բերթիկցիներին, որ այսպիսի մեծ սիրով մեզ ընդունեցին։ Իդեպ ասեմ, որ սրտատրոպ նրանք մեր այցին սպասում էին։ Կհանդիպենք նորից ու նորից Արարատի եթերում։ Ես ձեզ շատ սիրում եմ, ձեզ շատ կարոտել էի ու շատ ուրախ եմ, որ վերջապես սկսում ենք մեր հաղորդումները նկարահանելը։ Դե մեկնաբանություններում գրեք ձեր բնակավայրերի անունները, որպեսզի կարդանք ու այցելենք։ Ես ձեզ շատ սիրում եմ, Աշոտ դու սիրում ես մեր հեռուստադիտողներին, հետևորդներին։ Աշոտն էլ է ձեզ շատ սիրում։ Մի խնդրանք ունեմ պետությանը, ուզում եմ, որ բոլոր գյուղերին բարի աչքով նայեք։ Բերթիկում կան շատ գյուղամիջյան ճանապարհներ, որոնք բարեկարգման անհրաժեշտություն ունեն։ Բերթիկում կա մշակույթի տուն, որը այսպես ասած չի շահագործվում, ցանկալի կլինեն, որ խմբակներ շատ լինեն, երեխաները այցելեն խմբակների։ Ինչու՞ չէ նաև զվարճանքի կենտրոններ կառուցվեն։ Այնուհետև նկատում եմ, որ ճանապարհները լուսավորված են, նկատում եմ, որ փողոցները լուսավորված են, դա շատ լավ է։ Ուզում եմ, որ մեր բոլոր գյուղերը զարգանան, ոչ մեկը հետին պլանում չմնա։ Ամենակարևորը Բերթիկում պետք է կառուցվի մանկապարտեզ։ Խնդրում եմ մեծ ուշադրություն դարձրեք մեր գյուղական բնակավայրերին, որպեսզի երիտասարդները հաճույքով ապրեն իրենց ծննդավայրերում, չմտածեն գյուղը, երկիրը, հայրենիքը լքելու մասին։ Դե ամենակարևորը սահմաններին թող խաղաղություն լինի, զինվորներին բարի ծառայություն նորից ու նորից եւ ամենակարևորը մենք լինենք աստվածավախ, աստվածասեր ու առաջինը արդար լինենք ինքներս մեր խղճի առաջ։
Շնորհակալ եմ, մնացեք մեզ հետ։ Ավելացնեմ նաև, որ մեր հաղորդաշարը կյանքի է կոչվում Fnet Telecom ընկերության շնորհիվ։ Fnet-ը ամենաընտանեկան կապն է, որը մատակարարում է գերարագ ինտերնետ կապ, բազմաժանր հեռուստաալիքներ, մի շարք խելացի լուծումներ։ Շնորհակալություն մեր գործընկերոջը Emily Farm դեղատների ցանցին։ Մնացեք մեզ հետ միշտ։